տեսեք, ես անզգուշություն ունեցա հնչեցնել թիվ եւ այդ թիվը պատտվեց ժողովրդի շրջանում առաջացնելով դժգոհություն եւ չնայած որ ես նշել էի, որ օրինակ այդ 6-ից 7 միլիոնը ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասն է եւ եթե մենք հիմա միասին այդ վարժությունը կատարենք, դուք ամիսների բաժանեք կտեսնեք, որ դա կարող է այլ կերպ օրինակ լինել աշխատավարձի բարձրացում ամսական 400 կամ 500 հազար դրամով ենթադրեմ։ Չգիտեմ այդ դեպքում դժգոհության նալիք կբարձրանար թե չէ, բայց սա հարց է պետական աշխատողների աշխատավարձի բարձրացումը հարց է, որ տարիներ շարունակ կառավարության կողմից քննարկվում է ու ելի եմ առիթ ունեցել շեշտելու, հիմա շատ կարևոր է սրա մասին խոսելը, տարիներ շարունակ այլ մարմինների, ոչ հենց կառավարության եւ աշխատակազմի, այլ մարմինների աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն ենք իրականացրել եւ միշտ վախեցել ենք անդրադառնալ հենց կառավարության, նախարարությունների աշխատակիցների եւ աշխատակազմի աշխատավարձերին։ Ու այդ օրինակները բազմաթիվ են։ Ծառայությունների մասում բոլոր ծառայությունների աշխատավարձերը 50% եւ ավել բարձրացվել են։ Ատեստավորման միջոցով պարգևատրոնների մասին կարծում եմ տեղյակ եք այսօր ինչ աշխատավարձ են ստանում, օրինակ պայմանագրային զինծառայողները, քրեակատարական ոլորտի աշխատողները, բոլոր ծառայությունների մասին է խոսքը, ուսուցիչների համար ատեստավորման համակարգն է գործում, հնարավորություն ունեն ուսուցիչները այսօր մեր երկրում ստանալու 500-600-700 հազար դրամ աշխատավարձ, բայց միշտ մենք վախեցել ենք, քննարկել ենք, հետո մտածել ենք, այ դժգոհության ալիք երևի կբարձրանա, բայց հետո եկել է ինչ-որ մի կերպ, երբ աշխատավարձը նախարարի տեղակալի, վարչության պետերի, բաժնի աշխատակիցների մասնավոր աշխատաշուկայում մրցունակ չէ, ժողովուրդ եկեք արդար գտնվենք եւ օրինակ նախարարի աշխատավարձը թեկուզ այդ հավելավճարների հաշվառմամբ համեմատենք ֆինանսական ոլորտի ծառայություններ, ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունների վարչության պետերի, չեմ ասում կառավարիչների բանկերի կամ խորհրդի անդամների բանկերի, կառավարիչների աշխատավարձի հետ, IT ոլորտի աշխատողների աշխատավարձի հետ, մի շարք ոլորտների աշխատավարձի հետ, եւ եթե դուք ինձ կհակադարձեք ու այդպիսի բան եղել է, ասեք ելնացեք մասնավոր ոլորտում աշխատեք, դա ուղղակի չեմ հասկանում թե ինչի մասին է։ Այսինքն պետք է նորմալ կադրը, որը որ մրցունակ աշխատավարձ կարա ստանա շուկայում, աշխատավարձի պատճառով զրկվի հնարավորությունից գալ աշխատել կառավարությունում եւ միջակ կադրը, որը մրցունակ աշխատաշուկայում մրցունակ չի, որովհետեւ չի կարող հավակնել բարձր աշխատավարձ ստանալու մասնագիտական գիտելիքների փոխի պատրաստվածության պատճառով ինքը պետք է ընտրի գալ կառավարությունում աշխատել